Կեղծ խաղաղություն թմկահարող Բաքվի բռնապետը հասավ իր նպատակին։ Միջազգային հանրության աչքից ծածուկ, փակ դռների հետևում, շինծ ու մեղադրանքներով Բաքվի դատախազները պահանջում են պատժել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Առավելագույն պատժաչափեր են պահանջել, ներառյալ ՑՄ ազատազրկումը։ ՑՄ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Մադադ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը 65 տարին լրանալու պատճառով չեն կարող դատապարտվել ՑՄ ազատազրկման, ինչի համար առաջարկվել է նրանց դատապարտել 20 տարով, որից 10 տարին խիստ ռեժիմի գաղութում։ Մելիքսեթ Փաշայանի համար եւս պահանջել են 20 տարվա ազատազրկում։ Դավիթ Ալավերդյանին նախատեսում են դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էդիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ապօրինի պահվում է Բաքվի բանտերում, քանի որ հայ են։ Կեղծ ու շինծու ամբողջ դատաքննության ընթացքում անտարբեր էր աշխարհը, միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները անտարբեր ու անկարող դուրս եկան։ Ադրբեջանն իր այս քայլով խախտել եւ խախտում է միջազգային իրավունքը, այդ թվում ՄԱԿ-ի ցեղասպանության եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Հայաստանի իշխանությունները որքան էլ հայտնեն, թե գրեթե բոլոր հանդիպումներում, բանակցային գործընթացներում բարձրացվում է նրանց վերադարձի հարցը, այնուամենայնիվ ընդդիմադիր դաշտը փաստում է հայ գերիների վերադարձի, առհասարակ նրանց ճակատագրի հարցը քաղաքական մեծամասնության օրակարգում չէ։ Իբրև թե մեր իրենց գերակայությունն եւ բոլոր հնարավոր միջազգային ատյանները օգտագործում են, միջազգային ամբիոնները օգտագործում են այդ հարթակները գերիների վերադարձի առնչությամբ, բայց արդյունքում ունենք 0 արդյունք։ Ազգային ժողովի ընդդիմադիրները դրա ապացույցներն են օրինակ բերում։ Վերջերս Երևանում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՔՊԱ-ական падգամավորներն ըստ ընդդիմադիրի դեմ են քվեարկել իրենց առաջարկած գերիների անհապաղ ազատ արձակման բանաձևին։ Դրան նախորդել էր Պորտուգալիայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ընդդիմադիրների առաջարկած բանաձևը, որին ՔՊԱ-ական падգամավորները չեն միացել։ Բաքվում պահվող հայ գերիների վիճակն ավելի ծանրացավ, երբ Ադրբեջանն արգելեց Կարմիր խաչի գործունեությունն այդ երկրում, եւ մեկուսացման մեջ գտնվող Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին միջազգային եւ ոչ մի անկախ կառույց հնարավորություն չունի տեսակցել, տեղեկություն հայտնելու նրանց առողջական եւ հոգեբանական վիճակի մասին։ Հայաստանի իշխանություններն ասում են, թե որքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնքան ավելի հեշտ կլուծվի նաեւ հայ գերիների հարցը։ Խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Բաքվի ռազմական դատարանում հայ գերիների դատերն անցնում են առանց միջազգային լրատվամիջոցների ու դիտորդների ներկայության։ Բացառապես պետական քարոզչամեքենայի տեղեկության իսկությունը հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրներից։ Ադրբեջանական նպատակներում խաղաղության օրինակներից է կեղծ դատավարության միջոցով Հայաստանի դեմ կարել կոմպրոմատներ։ Դրանք ըստ ընդդիմադիրների Բաքվին պետք կգան ցանկացած պահի օգտագործելու Հայաստանի դեմ, որպես սադրանքի հիմք, ճնշման միջոց եւ պայմանավորվածությունները միակողմանի չկատարելու դրդապատճառ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։